100 անօթաչուներով է վերջին 24 ժամում Ռուսաստանը հարձակվել Ուկրաինայի վրա։ Դրանց 90%-ից ավելին ոչնչացրել են ուկրաինացիները, վստահեցնում է այդ երկրի պաշտպանության նախարարությունը։ Մոսկվան էլ ուկրաինական անօթաչուների հարձակումների մասին է հայտնել։ Դաշնության հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր 157 ուկրաինական դրոն են ոչնչացրել երկրի տարբեր շրջաններում։ Հարձակումներն առավել ինտենսիվ են եղել Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի, Ռոստովի, Վորոնեժի մարզերում։ Բրյանսկի մարզի նահանգապետի պաշտոնակատարի խոսքով մեկ քաղաքացիական անձ զոհվել է։ Մարզում մեկ կին վիրավորվել է ուկրաինական հարվածից։ Բելգորոդի մարզում Կիևի հարձակումների հետևանքով 2 քաղաքացի է վիրավորվել, հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Չելյաբինսկի և Սվերդլովսկի մարզերում անօթաչու թռչող սարքերի հարձակման սպառնալիքի պատճառով քաղաքային իշխանությունները զգուշացրել են քաղաքացիներին, որ հնարավոր է կապի խափանումներ լինեն։ Դրոնային փոխադարձ հարվածների ֆոնին Ուկրաինայի նախագահը Բելարուսի ղեկավարին 1 շաբաթ ժամանակ է տվել ու զգուշացրել. Եթե Մինսկը իր երկրի տարածքից չհանի ամենայն հավանականությամբ ռուսական զինտեխնիկան, որի միջոցով հարվածում են ուկրաինական բնակավայրերին, պատերազմի կրակը կհասնի նաև այդ պետություն։ Ուկրաինայի և Բելարուսի միջև լարվածության և ոչ մի պատճառ չկա։ Այդ ժողովրդի հետ մենք մտերիմ ենք։ Խնդիրներ առաջացնող միակ գործոնը Լուկաշենկոյի, Պուտինի խամաճիկի վերածվելն է։ Երբ Լուկաշենկոն ասում է, որ չի ցանկանում ներքաշվել պատերազմի մեջ, նա պետք է անկեղծ լինի, գոնե իր սեփական ժողովրդի հետ։ Պատերազմի մեջ կարող է ներքաշվել ոչ միայն ինքը, այլև իր պետությունը։ Մինչ Զելենսկին կոշտ ուղերձներ է հղում հյուսիսային հարևանին, դիվանագիտական ճգնաժամ է հասունանում նաև արևմտյան հարևանի հետ։ Վլադիմիր Զելենսկին զրկել են Լեհաստանի պետական սպիտակ արծիվ շքանշանից։ Մոսկվան քմծիծաղով հայտարարել է, որ Զելենսկին իր բաճկոնին այդ մեդալի փոխարեն կարող է ամրացնել Հիտլերի երկաթե խաչը։ Կարծում եմ, գլխավոր հանցագործը հեշտությամբ կգտնի այդ մեդալին փոխարինող Հիտլերի երկաթե խաչը, այն ոսկե կաղնու տերևներով կամրացնի իր կանաչ բաճկոնին։ Լեհաստանի նախկին նախագահի կողմից շնորհված բարձրագույն պարգևից զրկվել է Զելենսկին, քանի որ իր հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկն անվանել է դեռ 1940-ականներին ստեղծված մի շարժման անունով, որը երկրորդ աշխարհամարտի ժամանակ կոտորել է լեհերին։ Українська повстанча армія ՈՒՊԱ Ուկրաինական ապստամբական բանակը երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծանր հանցագործություններ է իրականացրել լեհ ժողովրդի դեմ։ Rzeczypospolitej podczas II wojny światowej. Ուկրաինական ստորաբաժանումներից մեկն այդ անունով կոչել է միայն Ուկրաինայի ներքին խնդիրը չէ։ Լեհաստանը կպաշտպանի իր ազգային շահերն ու արժեքները։ Uznał zbrodnie dokonane przez OUN i ΟΥΠΑ za ludobójstwo. Լեհաստանի նախագահը, որ պատմաբան է, բազմիցս զգուշացրել էր Կիևին չթարմացնել անցյալի ծանր վերքերը, այլապես հետևանքներ կլինեն։ Զելենսկին ամեն դեպքում համոզված է, որ այդ քայլով Վարշավան միայն հրճվանք է պատճառում Մոսկվային։ Մարիամ Ամերջանյան, Էլեն Յահինյան, Հայլուր։